Շնորհակալություն անում Սիրոսու աղբյուր էստեղ Սեր է բխում քո հայացքի Սիրում ես ինձ ինչպես որդու Ուր գնամ քո համայնքի Այնքան քաղցրես, այնքան բարի Ինչքան հզոր ու փառավոր Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Այնքան քաղցրես, այնքան բարի Ինչքան հզոր ու փառավոր Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Առավոտյան արթնանալի Քո ջերմությամբ սեր ես տալի Դու պահեցիր ինձ ողջ գիշեր Քո ապահով ձեռքերի մեջ Այնքան քաղցրես, այնքան բարի Ինչքան հզոր ու փառավոր Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Այնքան քաղցրես, այնքան բարի Ինչքան հզոր ու փառավոր Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Այո միասին պաշտենք Եվ այնքան քաղցր, այնքան բարի Մեր հարազատ Տիրոջը մեծարենք ու և Այնքան քաղցրես, այնքան բարի Ինչքան հզոր ու փառավոր Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Այնքան քաղցրես, այնքան բարի Ինչքան հզոր ու փառավոր Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Այնքան ճգնակ, այնքան գերով Իմ մտերիմ հարազատ է Որ սա երազ է, այլ ոչ ճշմարիտ Քեզ են տալիս ողջ փառքը Միայն քեզ Տեր ողջ ազգերի Սրբությամբ ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Սրբությամբ ես մեծարված Սրբությամբ ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Նվիրվեցի, տեսնում եք, ընտրություն կա, որոշում կա Եվ այդ որոշումը մարդն է կայացնում Դեք այսօր վարդապետություններ կան ասում են Մեզանից ոչինչ կախված չի, Աստված աշխարհի սկզբից առաջ որոշել է ով կգնա դրա, ով կգնա դժոխ, ամեն բան ինքն է որոշել, վերջում էլ մեզ ստիպում է, որ անենք այդ որոշումը։ Այդպիսի ավետարան չկա։ Աստված նախասահմանել, պատրաստել է
եւ մենք պետք է հնազանդությամբ ընտրենք այն, ինչ որ Աստված տվել է։ Ընտրել են ինչ Մարիամը, որ գովեց Տերը։ Մեկ բան։ Այդ մեկ բանը բոլոր մնացած բաներից կարևոր եւ լավագույնն է։ Ունես այդ մեկ բանը, ունես ամեն ինչ։ Չունես այդ մեկ բանը ընտրած, մնացածը ունայն եւ անհետեթություն։ Ինչ էր ընտրել։ Ընտրել էր Հիսուսին։ Դու միակ հույսն ես մեր։ Դեպի քեզ ուղղված մեր աչքերը դու ես մեր Տերը և քոնն են մեր երգերը այո դեպի քեզ են ուղղված մեր աչքերը և քոնն են մեր երգերը Դու միակ հույսն ես մեր, դու միակ հույսն ես մեր, դու միակ հույսն ես մեր, դու միակ խոսքը քո հույսն է մեր, ով Աստված մեր Տեր, շարիքից պահողն ես, դու մեզ քո խոսքը սուրբ է, Scanșeli e macure, un santarie, lumia pusnes me, lumia pusnes me, lumia pusnes me, lumiaonnele. Քո աչքերը ինձ տեսա, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքը մեր հանեց ընկացի, արցունքներս մաքրեցի, վերքերիս դարմանտելի, արյունովդ ինձ ահավեց սրբեցի, Քո աչքերը ինձ տեսա, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքը մեր համեց ընկացի, արցունքներս մաքրեցի, վերքերիս դարմանտելի, արյունովդ ինձ ահավեց սրբեցի, Așacă-s că veți Ortuțean si rohoske că v-ați razde Surta cearit mečkes Zarmosne că jeke Vovčokovje vod sarata Keskorne Erguțean v-așacă-s Ortuțean siro foske că v-ați răstet Surta cearit mečkes Sarmosnen că jeke Vovčokovje vod sărăto keskorne Սարմոս 116-ի խոսքերն են, հրկության բաժակս կվերցնեմ, որդության սիրո խոսքեր։
ձեզի կպատմենք, որպեսզի հաղորդություն ունենանք։ Իբան ասեմ սերներ, ինչեր առաքյալների վկայության խոսքը զորավոր, ինչն էր պատճառը, որովհետև իրանք կոնկրետ տեսել էին այդ իրանց աչքերով, կանանք ավելի մոտիկանանք իրար հետ, մեկս մեկի ցավով, մեկս մեկի նեղությունով ապրենք, մեկից մեկի ուրախությունով, մեկից մեկի հաջողությունով ապրենք, եւ մեր մեջ դիր այդ թակավորյան հույսը հավատքի, որ եթե այսօր մենք իրար հետ այսօր ունենք կենթանի հաղորդակցություն, երկունքում էլ որը պետք է միասին լինենք։ Գիտ կարնում ենք սերներ։ Եթե մենք մեր մեջ ունենանք ինչ-որ խնդիրներ, խնդիրներ, բայց այստեղ նստած ենք իրան խաց ենք ուտում։ Չգիտեմ, երկնքում կհանդիպենք իրար, թե չենք հանդիպի։ Դրա համար մենք պիտի զգուշանանք եւ մեր սրտերը ուղենք Տիրոջ առջեւ եւ փնտրենք իր կամքը եւ իր զորությունը սրբությունը։ Փառք Հիսուսին։ Ամենակալ Աստված մեր ամեն մեկի Աստծո շնորհավորություն։ Եվ կյանքը ով ժամանակավորություն։ Մի հասցե տվյալն է, որ մենք մտնում ենք։ Որից է մեկ անձնություն Աստված չի ստիպում։ Եթե մի մեջ Աստված դրեց ընտրություն։ Այսօրվա դրությամբ նորից ամենակալ Աստված նույն ձեռակերն է, նույն հոգին է, որից է մեկին չի ստիպում, որպեսզի իրենք պաշտեն, ամեն մեկ անձնություն ինքն է որոշում։ Շատ անգամ ես անդրադառնում եմ հոբի խոսքերին, ուշադրություն դարձեք հոբին իրեն ընկերները խոսում են։ Եկ որ առաջինը կանչում ենք Եվրուսի Եվրիպաստանացու հորդորը հոբին ինչ էր ասում Եվրիպասը։ Միթե մարդս ասում համար օգտակար է, այլ միայն իրեն է օգտակար խելացը։ Ամենակարողի հաճությունը կլինի, եթե ախտան ես կամ մեկշա, եթե քո ճանապարհները ուղղում ես։ Եվ նույն միտքը կարծես թե շարադրում է հոբին Եվրուսը։ Ուշադրություն դարձեք, այսօր ամենակալ Աստված ուզում է, որ ես և դու կարողանանք սա ընդունել։ 35-ի 6 համարներն են կարդում, հոբ երանելի 35 6։ Եթե դու մեղան չես, նրան թե ինչ հասկանում ես։ Եվ կանորությունը, որ շատանան նրան ինչ կանես, կամ եթե ախտար լինես, ինչ կտաս նրան կամ նա ինչ կանեն կծերքից։ Սիրելի հարազատներ, այսօր ամենակալ Աստված ուղարկում է մեզ բերել այս վիճակը։ Եղբայրը, որ խոսեց Մարտայի և Մարիամի օրինակ, այսօր երկու տեսակի անձնավորություններ կան։ Խոսքը եկեղեցու մասին, ոչ թե աշխատի մասին։ Անձնավորություններ, որոնք որ զբաղված են ինչ-որ գործերով, հարց եմ տալիս, արդյոք կկարողանաս ասպանոցից հարցը հավաքես։ Իշքան ասված կհանդեպ ողորմած է։ Իմի հարցը, եթե ասված ողորմած է, որն է մեր վիճակը կամ փոխակից վիճակ։ Արդյոք մենք ամեն բանի մեջ կողանում ենք։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից, երբ որ մենք կարդում ենք այս տողերի մեջ ամենակալ Աստված հետևյալն ասում, որ նրա կամքը ճանաչի։ Քույրս, եղբայրս, ասո կամքը, բարի, հաճելի կատարյալը, երբ որ ես մարմնավոր կերպով չեմ մտածում։ Եղբայրը հիշատակեց Հովնանի քարոզությունը։ Ուշադրություն տալսեք, երբ որ մենք նայում ենք Հովնանի քարոզության մեջ նշում չկա քրտության։ Ընդամենը 8 բառ էր, գրված էր թե տակավին 40 օրկա Նինվեի պիտի կործանվի։ Բայց այս խոսքերը ստապեցրեցին Նինվեի բնակչությանը եւ գրված է, որ զղջացին դասական ներսոն։ Կարդում ենք 29-րդ գլուխը Հոբի փառքը։ Հոբը ներկայացնում է իրեն ինչպիսի որ ինքը եղել է։ Հիշեք, ասում է, երբ որ հրապարակներում էի գնում, երիտասարդները վախենում էին, ծերերը ոտք էին կանգնում, իրեն աթորը տրված էր հրապարակի կենտրոնում, ինքը ոտք էր կաղին, աշկ էր լույս էր կույրերի եւ 30-ի առաջի համարն եմ ուզում մեջ գրում անել, ինչ էր գրված։ Ինձ ծաղրանողները հիմա ինձանից շատ փոքր են, որոնց հայրերի իմ շների հետ չլքան։ Ամենակալ Աստծո նպատակը մեկ ուրիշ բան էր հոբի կյանքում, հոբը ունենար Աստծո սիրտը, Քրիստոս սիրտը։ Եվ քիշեք 45-ի 42-ի 5-րդ համարի մեջ գրված է, որ ասում է հիմա տեսնում եմ Տիրոջը, ինչ էր տեղի ունեցել։ Եվ մենք ոնց ենք հասկանում, որ հոբի սիրտը ամբողջովին մաքրված։ Աստված ողորմություն արեց իրեն զավակը, որ վերադարձավ։
նաև աղոթքից։ Հիմի հարց եմ տալիս։ Այդ պատերազմի մեջ իր տղան որ առաջնակցում էր, Աստված բարի էր թե չէ։ Ասում նպատակը քուրեր չան, եփաններ չան, խնդրանքս է, այս երկրի հետ ոչ մի բանի հետ կապ չունի։ Թե երկրը ինչ կլինի, ինչպես կլինես, ասում նպատակը միայն մեկն է, որ քեզ տեղափոխի հավիտենությունը։ Իսկ ինչ կերպ է տեղափոխում ամեն մեկին տարբեր կերպ։ Ես էլ ասեմ ու վերջացնեմ։ Մենք մի հատ հյուրիկ ունենք, իմել կա։ Մի օր մոտեցավ, ասես գրիշ է պար, աղորդենք։ Այդ հարևանս ապաշխար, ասում եմ ինչի, ասում է կյանքս կերա։ Իրա նպատակը այդ մարդու փրկությունը չէ։ Իրա նպատակ որ այդ մարդը իրեն չարացի, ասի պիտի ենքան աղորդենք, որ քեզ ասը ուզած մարդս է։ Որտև առակաս գրքի մեջ գրված է հոյակապ մի հատ միտ։ Երկատով կսրվի մարդս կսրե իր ընկերի երեսը։ Եվ Պողոս Արաքյալի խոսքեր հիշեք, որ Պողոս ասում է. դուք է սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգևոր խաչակի։ Ոչ, իմ ու քո ծարավն է պակասել, սիրելիներ, կներեք, որ այսպես եմ ասում, բայց Սուրբ Գիրքը այդպես է ասում, ով ծարավատներ ջուրերում եկեք, եթե ես ծարավով չեմ եկել, Սուրբ Հոգին ինչ ոնց կարող է ստիպողաբար, չէ, այսպես կներեք, զորով, ոնց կարող է ինձ դրսում, ես պետք է ուզենամ, որ Աստծո Հոգին իմ մեջ գործի։ Այն խոսքերը, որոնք ես ձեզի հետ խոսեցի, հոգի ու կյանք են, այդ հոգու խոսքերը, այդ կյանքի խոսքերը մեր մեջ գալով կյանք են բերում սիրելիներ։ Եվ ես եւ դու պետք է ջանք անենք, որ Աստծո Սուրբ Հոգուն չտրտմեցնենք, ինչպես Առաքյալը գրում է Եփեսացիների թղթի մեջ, այդ համարներն է կուզեմ կարդալ, ճիշտ է, սա ավելի խորը կարելի է խոսել, նայել, երբ որ Տերը կամենա Տերս բացի Սուրբ Գիրքը, ավելի Աստծո խոսքը բացի, մի օր խոսեն եղբայրները այդ մասին, Աստծո Հոգին չտրտմեցնելու մասին։ Ուզեմ կարդալ Եփեսացիս 4-րդ գլուխ 29 խոսքից։ Ասում է բնավ ձեր բերնեն ապականյալ խոսքը թող չելներ, ապա ինչ որ աղեկ է պետք եղած շինության համար, որպեսզի լսողներուն շնորհ տա, եւ Աստծո Սուրբ Հոգին մի տրտմեցնեք, որով դուք կընկվեցաք փրկության օրվան համար։ Ամեն դառնություն, ուշադիր լսենք սիրելիներ, ամեն դառնություն եւ բարկություն ու սրտմտություն եւ աղաղակ ու հայոյություն վերցվի ձեզ մե իրենց չարություններով մեկտեղ եւ իրարու հետ քաղցր եղեք, գթած ներելով իրարու, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզի, իրարու հետ քաղցր եղեք։ Պատճառը, որ Սուրբ Հոգու ներկայությունը կարող է բացակայել իմ կյանքից, սա է, որ ես Աստծո Հոգին տրտմեցնում եմ։ Ինչպես են տրտմեցնում, բարկությունով, դառնությունով, սրտմտությունով, հայոյությունով, ասում եմ, այս ամեն բաները ձեր Երբեք այսպես երազ չի տեսել, իբր թե մարմնով երկինք բարձրացել, սպասում էի դռների առաջ, ուր բազմություն կար մի մեծ հավաքված, երկար, շատ երկար սպասելուց հետո, ականջիս հասավ անունս հանկարծ, եկան, կապեցին աչքերս շորով, և ինձ ներս տարան թևանցուկ արած, աչքերս բացի, ես ինձ գտա մի մեծ սենյակում, ուր ոչ ոք չկար, դռներն ու պատերն ամենն ապակուց, տեսնում էի ես իմ սենյակից դուրս, և պատից այն կողմ տեսա բազմություն, սեղաններ շարած, մեծ ուրախություն, ինչ կերակուրներ խիստ անպատմելի,
մի մեծ լույս փայլում շատ զարմանալի։ Փորձեցի ես մոտենամ նրանց, բայց փակ էր ավաղ, դուռ և պատուհան, սովն էր սկսել տանջել մի կողմից, ծարավի մասին արդեն խոսք չկար։ Մոտեցա անկյան մեծ պահարանին, բացեցի դուռը, դատարկ էր լրիվ, նկարներ տեսա և այ քեզ զարմանք, նկարները իմ եղբայր քույրերի և հանկարծ նկարն իմ եղբոր խոսեց, որի խնդրանքը չէի կատարել, այն գումարը, որ քեզնից խնդրեցի, ինչ եղավ եղբայր, սպասում եմ դեռ, մեկ ուրիշ քույրիկ հանկարծ ձայն տվեց, ախ այդ խեղճ քույրը ծանր։ Ասեմ պարտի ոչը քուրերի սրտան շնորհակալ եմ Իսովի համար չես բացի քնքի տակ Տիրոջը փառավորելու Տիրոջ անունը մեծարելու որովհետև այս պահի համար Հիսուսն է չարչարվել այս քաղցրությունը սիրո խնջույքը որ կա սա Հիսուսի շնորհիվ է Տիրոջ անունը փառավորվի թող Աստծո Սուրբ Հոգին այսօր լցնի մեր սրտերը ուրախությունով այդ կյանքով Քրիստոս կյանքով եւ մեզանից էլ բխի կյանքի ջուրի կետերը Եթե այո Աստծո Հոգին չլեցնի ինձ, Աստծո Հոգին օգնական չգա ինձ, մարդը Հիսուսին որպես Տեր չի կարողանալու իր վերանոր դավանի, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ այս ինչ որ գրված է քուրեր եղբայրներ ջան, ասում է խաչը հանեցին Հիսուսին, չէ՞։ Եթե ես չտեսնեմ, որ ես Սուրբ Հոգու տաճար եմ, եթե Աստծո Հոգով չլեցվեմ քուրեր եղբայրներ ջան, ես այո Աստծո խոսքը կարամ խաչը հանեմ, ես կարող եմ մարմնավոր ցանկության հետևից եթամ, շնչավոր ցանկության հետևից եթամ եւ Աստծո խոսքը չկատարվի մեր կյանքում։ Դրա համար Աստծո Հոգին եկել է, խորհուրդ բաներ Աստծո խոսքի խորհրդություն, լայնություն, բացողը Աստծո Սուրբ Հոգին է։ Ինչքան կարևոր է, որ ես Սուրբ Հոգու հետ մտերիմ լինեմ, ինչքան կարևոր է քույր եղբայրներ ջան, որ Աստծո Հոգու հետ մեկանա իմ հոգիս եւ ապա հայր կանչի, որպես հարազատ հայր ինձի, քույր եղբայրներ ջան։ Այս մեծ գործը եկել կատարվել է, չէ՞ մեր կյանքի մեջ։ Հիմա Պենտեկոստեի պաշտամունքը եղավ
մկրտություններ եղավ, փառք Հիսուսին սրամա, բայց այո, ինչքան կարևոր է Սուրբ Հոգով առաջնորդվելը։ Եվ տեսեք առաջի Կորինթացիս 6:19 կարդամ ասում է, չեք գիտեր, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգին, որ ձեր մեջն է, որ Աստծմե առած եք դուք ձեր անձի տերը չեք, քանզի գնով ծախու առնվեցաք։ Ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմիններու ու հոգիներու մեջ, որում Աստծո կպատկանի։ Տիրոջ անունը փառավորվի։ Ասում դու քո անձի տերը չես։ Եթե դու Հիսուսին ընդունել ես որպես անձնական Տեր ու Փրկիչ, Աստծո հոգին քեզի առաջնորդում է անձուրացության, մոռանալու այլ խաչի ճանապարհը։ Եվ սա ասում է դու էլ քո անձի տերը չես, որովհետև անգամ ես իմ անձի տերը չեմ, ապա գնով ծախու առնվեցար։ Այսինքն հավատքով ընդունելով Քրիստոսին, Քրիստոսի այրան կինն ենք ես ու դուք եւ տանեկան։ Եվ այդ մեղքի փրկագինը Հիսուսը այրել։ Ասենք փառք Տիրոջը սրանով, գոհանանք Տիրոջը իր թափած այրան համար, իր փառած հոգի համար, որ այսօր լեցնում է մեր ներսը, կերակրում է մեզի, բացում է այդ խորհուրդները, որ մենք հրաժարենք մեզանից։ Ես տեսնեմ, որ այո, մարդը էգոկենտրոն է, եսակենտրոն է, որ եկել է Աստծո հոգին խոսքի միջոցով փչացնի այդ եսակենտրոնը եւ այնտեղ կենթանի Քրիստոս բնակվի իր անվան փառքի համար։